Հարգելի հայրենակիցներ, հասկանալի է, չէ, որ օրենսդրական նախագիծը Հայաստան խմբակցության կողմից իրականացվել է Հայաստանում ստեղծված իրավիճակից ելնելով։ Երբ որ խոսքը գնում է մանիպուլյացիայի, խոսքը գնում է տարբեր իրարամեժ հայտարարությունների եւ գործողությունների, դրա հիմքում կանգնած են այսօրվա իշխանությունները եւ այսօրվա իշխանություններն են բերել այնպիսի մի վիճակի, որը որ կասկածի տակ է դրվում մեր հայրենիքի եւ այս վերջի տարիների 2018 թվականից ստեղծված իրավիճակը եւ ներկան եւ նաեւ ապագան, չնայած նրան, որ դուք խոսում եք, փորձում եք ամեն ինչ ներկայացնել վառ գույների ներքո եւ ներկայացվող նախագիծը քննարկվում է եւ մենք ներկայացնում ենք հիմնականում անվտանգության կանխարգելման եւ նաեւ հայոց ցեղասպանությունը որպես առանձնահատուկ ցեղասպանություն, որի ժամանակ իրականացվել է բոլոր ձևերի հանցագործությունների, ոճրագործությունների հաջորդականությունը։ Եվ այսօր ձեր իշխանության այդ վտանգի պատճառով վտանգի տակ կանգնված ապագայից ելնելով ենք մենք ներկայացրել այս ամենը, որովհետև իրականում ցեղասպանությունը ձեր իշխանության օրոք շարունակվեց Արցախի նկատմամբ, Արցախի բռնատեղահանմամբ ցեղասպանություն իրականացվեց Ադրբեջանի կողմից եւ այսօր եւ Թուրքիան եւ թուրք-ադրբեջանական տանդեմը փոխանակ հայտնվեն մեղադրյալի վիճակում, մեղադրյալի հանցագործի վիճակում Հայաստանի նկատմամբ դարձել են մեղադրող կողմ եւ այդ շարունակական պատժամիջոցները, շարունակական ճնշումները, պարտադրանքներն են, որ մեզ կասկածի տակ է դրում մեր հայրենիքի ապագան։ Ընդ որում, ձեր իշխանության ժամանակ ազգային անվտանգության ռազմավարության մեջ 425 կետում գրված է, որ Հայաստանը ամեն ինչ անելու է Արցախի ժողովրդի բռնագաղթեցումը կանխելու համար։ Եվ դուք է, որ այդ ամենը չեք իրականացրել։ Հետևաբար մենք երբ որ խոսում ենք այս նախագծի մասին, այս նախագծի այս փոփոխությունների նպատակը մենք պետք է քննարկենք անվտանգության տեսանկյունից, որը որ հավելյալ արժեքներ է ստեղծում, որովհետև իրական հավանականությունը շատ մեծ է եւ կարող են հեշտությամբ կատարվել հանցագործություններ եւ նաեւ արդարացվեն եւ պետք է իսկապես պատժելի դարձնել եւ խիստ պատժելի դարձնել այն օրինական մեր նախաձեռնությունները, որը որ մենք առաջարկել ենք։